Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախ համարոտ։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից։ ԱՄՆ նախագահը կարող է ամրապնդել թրիփ նախագիծը, Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին։ Washington Times-ի հոդվածը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հունաստանի դեսպանին, Հայաստանում առաքելություն ավարտող պաշտպանության հարցերով կցորդ բրիգադի գեներալին եւ պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդին։ Քննարկվել են երկու երկրների միջև ռազմական գործակցության զարգացման հեռանկարները։ 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրված արտակարգ դեպքերի թիվը նվազել է։ Պատահարների հետևանքով զոհվել է 146 մարդ, տուժել 4537-ը։ Փրկարար ծառայության տնօրեն Արամ Ղազարյանի եւ ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մկրտչյանի ասուլիսը։ Ռուսական օդուժը 3 անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ քաղաքի առևտրի կենտրոնին, որի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ, կան 100-ից ավելի վիրավորներ, այդ թվում երեխաներ, որոնցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է։ Զելենսկին հարձակումը որակել է ցինիկ եւ նողկալի։ Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ Կիևը առաջին անգամ հարվածել է Օզոնի լոգիստիկ կենտրոնին, որից հետո բռնկվել է հրդեհ։ Այն գտնվում է Ռուսաստանի Սամարայի մարզի Չապաևսկ քաղաքում։ Պահեստը դադարեցրել է աշխատանքը։ Ավտոընկերությունը, որը Հոնքշի էլեկտրոմոբիլների միակ պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում եւ Վրաստանում, Երևանում բացել է ավտոմոբիլային այս բրենդի տարածաշրջանում խոշորագույն կենտրոնը, ներդնելով շուրջ 5 միլիոն ԱՄՆ դոլար։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից, ԱՄՆ նախագահը կարող է ամրապնդել թրիփ նախագիծը Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին, այս մասին գրված է Washington Times-ի հոդվածում։ Թրիփ նախագիծը զգալի առավելություններ է առաջարկում Հայաստանին այն դեպից, ով ելք չունեցող երկրի համար կարող է տնտեսական ակտիվ ստեղծել ներդրումներ գրավելու եւ տրանսպորտային ծախսերը նվազեցնելու հաշվին։ Սա կօգնի նաեւ պահպանել խաղաղությունը Հայաստանի հարևաններին գործնական հետաքրքրվածություն տալով այն երթուղիներով, որոնք մնում են Հայաստանի ինքնիշխանության եւ իրավազորության ներքո։ Սակայն, ինչպես նկատում է պարբերականը, Թրամփի Կովկասյան համաձայնագրի ամենահրատապ փորձություններից մեկն այն է, թե արդյոք այն կկարողանա ապահովել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված Ադրբեջանում պահվող 19 հայ գերիների վերադարձը։ Ոչ մի համաձայնագիր հայերի համար ավարտուն չի համարվի, քանի դեռ նրանց ընտանիքները սպասում են գերիների վերադարձին, գրում է Washington Times-ը։ Նյու Յորքի դաշնային դատարանը անօրինական է ճանաչել ԱՄՆ պետդեպարտամենտի այն քաղաքականությունը, որով կասեցվել էր ներգաղթային վիզաների տրամադրումը Հայաստանի եւ 74 այլ երկրների քաղաքացիներին։ Դատավոր Անալիսա Տորեսը որոշել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի սահմանած արգելքը գերազանցել է նրա լիազորությունները եւ խախտել ԱՄՆ ներգաղթային օրենսդրությունը։ Դատարանը չեղյալ է հայտարարել ինչպես բուն քաղաքականությունը, այնպես էլ բացառապես դրա հիման վրա վիզաների մերժումները։ Միաժամանակ որոշումը չի նշանակում, որ վիզաներ կտրամադրվեն ինքնաբերաբար։ Դիմումները պետք է հյուպատոսական պաշտոնյաների կողմից վերանայվեն անհատական հիմունքներով օրենսդրությամբ սահմանված չափանիշներին համապատասխան։ Պետդեպարտամենտը հունվարի 21-ից կասեցրել էր ներգաղթային վիզաների տրամադրումը 75 երկրների քաղաքացիներին։ Հայաստանի հետ մեկտեղ ցուցակում ընդգրկված էին Ադրբեջանը, Վրաստանը, Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան եւ այլ երկրներ։ Այս քայլը բացատրվել է այն ռիսկով, որ դիմորդները կարող են ֆինանսական բեռ դառնալ պետության համար։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հունաստանի դեսպանին, Հայաստանում առաքելություն ավարտող պաշտպանության հարցերով կցորդ բրիգադի գեներալին եւ պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդին։ Պապիկյանը շնորհակալություն է հայտնել բրիգադի գեներալին պաշտպանության բնագավառում Հայաստանի եւ Հունաստանի միջև գործակցության զարգացման գործում ունեցած մեծ ներդրման համար։ Նախարարն ընդգծել է ձեռքբերումները բրիգադի գեներալին մաղթելով հաջողություններ հետագա գործունեության ընթացքում։ Հանդիպան ավարտին նախարարը բրիգադի գեներալ Արսենյուին պարգևատրել է ռազմական գործակցության համար մեդալով։ Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Գեկա Գելաձեն ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Քրիստինե Գրիգորյանին։ Երկու գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Վրաստանի եւ Հայաստանի Հանրապետության միջև առկա ամուր բարեկամական հարաբերությունները, նաեւ դրանց հետագա խորացման հեռանկարները։ Ընդգծվել է երկու երկրների հետախուզական եւ ուժային կառույցների միջև կառուցողական երկխոսության եւ սերտ գործակցության նշանակությունը միջազգային անվտանգության առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու գործընթացում։
2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրված արտակարգ դեպքերի թիվը նվազել է։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն եղել է 7785, այս տարի 6421։ Արտակարգ պատահարների հետևանքով զոհվել է 146 մարդ, տուժել 4537-ը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպանը տեղեկացրել է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն Արամ Ղազարյանը։ Նրա տեղեկացմամբ գրանցված դեպքերի զգալի մասը, մոտ 74%-ը եղել են տեխնացին արտակարգ դեպքեր, 9% տարերային, իսկ ավելի քան 17%-ը սոցիալ կենսաբանական դեպքեր։ Արամ Ղազարյանը նաև նշել է, որ իրավիճակի վերահսկողության և ռիսկերի կառավարման նպատակով փրկարար ծառայությունը տարբեր գերատեսչությունների հետ համատեղ իրականացրել է կանխարգելիչ միջոցառումների համալիր ծրագիր, այդ թվում հրդեհների, ճանապարհատրանսպորտային պատահարների, գարնանային վարարումների և սելավների հետևանքների վերացման ուղղությամբ։ Հաշվետու ժամանակահատվածում առավելագույն ցուցանիշ 634 հրդեհ գրանցվել է հունիս ամսին, իսկ նվազագույնը 276 հրդեհ հունվարին։ Հրդեհների 785 դեպք գրանցվել է մայրաքաղաքում, մարզերում գրանցվել է 1646 հրդեհի դեպք։ Հանրապետության մարզերում 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ հրդեհների վիճակագրությունում արձանագրվել է նվազումներ, բացառություն են կազմել միայն Արմավիրի և Շիրակի մարզերը, ուր ցուցանիշները աճել են համապատասխանաբար 18-ով և 13-ով։ Առաջին կիսամյակում գրանցվել է 569 տարերային բնույթի արտակարգ դեպք պատահար, 2025 թվականին 409։ 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ տարերային արտակարգ դեպքերի թիվը աճել է 160-ով կամ 39.1%-ով։ Վերջինս պայմանավորվել է հեղեղման, քարաթափման, սողանքի, ձնաբքի, մերկասառույցի, առատձյան, կայծակի և տեղատարապ անձրևի ենթադասերում գրանցված աճով։ Գրանցվել է հեղեղման և գետերի վարարման 19 դեպք, 2025 թվականին 2։ 16 դեպքում հեղեղման պատճառ է հանդիսացել գետերի վարարումը, 2-ում ձնհալը, 1-ում հորդառատ անձրևը։ Գետերի վարարման 3-ական դեպք է գրանցվել Լոռու, Արարատի, 2-ական Գեղարքունիքի, Սյունիքի, Արագածոտնի և Վայոց ձորի և 1-ական Տավուշի և Կոտայքի մարզերում։ Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է քարաթափման 102 դեպք, 2025 թվականին 38։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունում իրականացվում են ինստիտուցիոնալ բարեփոխումներ 2025 թվականից մշակվել և գործողության մեջ է դրվել համապատասխան հայեցակարգը, որի շրջանակում էլ իրականացվում են կազմակերպական, կազմակերպաիրավական և կառուցվածքային փոփոխություններ։ Արդյունքում փրկարար ծառայության կենտրոնական ապարատի նախկին 7 վարչության փոխարեն այժմ գործում է 3-ը։ Ասուլիսի ժամանակ իր հերթին հայտարարել է ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մկրտչյանը, հավելելով, որ ապարատի օպտիմալացումը չի եղել ինքնանպատակ, այլ համանման գործառույթները տեղավորվել են մեկ կառավարման շրջանակում, ինչը առավելագույնս բարձրացրել է աշխատանքի արդյունավետությունը։ Մկրտչյանի խոսքով այս տրամաբանությամբ են առաջնորդվել նաև փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումների ուղղությամբ կենտրոնանալով հատկապես կամավորական փրկարարական հենակետերի ձևավորման և դրանց թվի ավելացման վրա։ Նախարարության պաշտոնյան այս համատեքստում առանձնատու կարևորել է նաև միասնական օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծումը և ՆԳՆ-թեժ գիծ ծառայության որակի շարունակական բարելավումը։ Նշեմ, որ մենք այս իմաստով ներդրել ենք զանգերի միասնական կառավարման նոր համակարգ։ Մենք մեր որպես աշխատանքի որակի չափանիշ սահմանել ենք ներնամիջազգային ստանդարտը, ինչ է սա նշանակում, նախ եւ առաջ նշանակում է, որ զանգերը պետք է սպասարկվեն մինչև 15 վայրկյան ժամանակահատվածում և պետք է փաստեմ, որ այս պահի դրությամբ մենք մեր արած գնահատականների արդյունքում պարզել ենք, որ մեր զանգերի 67.6%-ը իրականացվում է հենց այս չափանիշի տրամաբանությամբ և ժամանակահատվածում։ Իհարկե մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի բոլոր զանգերի պատասխանների ուրեմն ժամանակային հատվածը դարձնենք այս չափանիշին համապատասխան։ Խոսքը 112-ի մասին է, այո, նաև այս ուղղությամբ կուզենայի նշել, որ մեր համար շատ կարևոր է թեժգից ծառայության զարգացումը, քանի որ մեր վերլուծությունները և դիտարկումները հանգեցնում են այն գնահատման, որ զանգերի մեծ մասը կամ 80%-ը դրանք խորհրդատվական բնույթ են կրում և թեժգից ծառայության զարգացումը ինքնին բացի կարևոր լինելուց, որպես խորհրդատվության տրամադրման, այսպես ասած, ծառայություն, շատ կարևոր է
այն իմաստով, որ այն վտանգավոր զանգերի, այսինքն 112 հեռախոսահամարին զանգերը կբեռնաթափի, վերցնելով իր վրա այդ խորհրդատվական զանգերը, եւ բնականաբար առավել վտանգավոր եւ հրատապ արձագանք պահանջող զանգերը շատ ավելի արագ եւ արդյունավետ կսկսեն սպասարկվել։ Ռուսական օդուժը 3 անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ քաղաքի առևտրի կենտրոնին, որի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ, կան 100-ից ավելի վիրավորներ, այդ թվում երեխաներ, որոնցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է։ Կրիվոյ Ռոգը Ուկրաինայի նախագահի հայրենի քաղաքն է։ Զելենսկին հարձակումը որակել է ցինիկ եւ նողկալի։ Ռուսները շատ դաժան են, նրանք պարզապես հրեշներ են։ Մենք անպայման կպատասխանենք, հայտարարել է Զելենսկին։ Նա հայտնել է, որ հարձակման 2 ալիք է եղել, երկրորդը թիրախավորվել է տուժածների շտապ օգնության ցուցաբերողներին։ Ականատեսների վկայությամբ հարվածի հետևանքով առևտրի կենտրոնի ծածկը փլուզվել է ավտոկանատեղի վրա, որտեղ օդային տագնապից հետո ապաստանել էին մարդիկ։ Նահանգապետ Հանզան հայտնել է, որ վիրավորների թիվը 130 է, այդ թվում 23 երեխա։ Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը նույն սոցցանցում գրել է, որ հարձակումը ցույց է տալիս Մոսկվայի պատերազմի բացարձակ եւ ծայրաստիճան անբարոյականությունը։ Սա միտումնավոր ահաբեկչություն է։ Ռուսաստանը ցանկանում է ապրելու համար ոչ պիտանի դարձնել ուկրաինական քաղաքները, նշել է Կայա Կալասը։ Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ էլ Կիևն առաջին անգամ հարձակվել է Օզոնի լոգիստիկ կենտրոնին, որից հետո հրդեհ է բռնկվել։ Այն գտնվում է Ռուսաստանի Սամարայի մարզի Չապաևսկ քաղաքում։ Պահեստը դադարեցրել է աշխատանքը, մինչև հարվածը հաջողվել է տարանել ավելի քան 500 աշխատակցի, սակայն ոչ բոլորին եւ կան մի քանի վիրավորներ։ Նշենք, որ ավելի վաղ Կիևը պարբերաբար հարվածներ էր հասցնում Վայլբերիսի Ռուսաստանի տարբեր հատվածներում գտնվող պահեստներին, զգալի վնասներ պատճառելով առևտրային այս ցանցի հետ գործակցող առևտրականներին։ Ուկրաինայի հաջորդ հարվածները եղել են Սամարայի արդյունաբերական մի ձեռնարկությանը եւ նավթավերամշակման գործարանին, որտեղ եւս հրդեհ է բռնկվել։ Ռուսաստանի Եսկ նավահանգստի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով էլ 2 երեխա է զոհվել, հաղորդել է Կրասնոդարի Եկրամասի նահանգապետը, նշելով, որ բեկորներն ընկել են, մասնավոր տան վրա տուժել է ընտանիք, 2 մեծահասակներին հոսպիտալացրել են։ Ըստ նահանգապետի, անօդաչուների բեկորներ են ընկել նաև նավահանգստում գտնվող ձեռնարկության վրա։ Եսկին հասցված հարվածի մասին ավելի վաղ հաղորդել էր RBK Ուկրաինան։ Ըստ չհաստատված տեղեկատվության հարձակման է ենթարկվել նավը։ Գիշերը Ռուսաստանի երկնքում խոցվել է 457 անօդաչու թռչող սարք, այդ թվում Վոլգոգրադի եւ Ռոստովի մարզերում, Կրասնոդարի երկրամասում եւ Սև ու Ազովի ծովերի վրա։ Ռոստովի մարզում անտառ է հրդեհվել։ Միջազգային նորությունները տեսաշարով։ Սլովակիայում օգոստոսի 20-ին ուժեղ ամպրոպներն ու քամիները լուրջ վնասներ են պատճառել։ Սլովակիայի արևմտյան շրջաներում որոշ բնակավայրերում գրանցվել են էլեկտրաէներգիայի խափանումներ, ընկած ծառեր եւ վնասված էլեկտրահաղորդման գծեր։ Ավելի քան 8500 տնային տնտեսություն մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Չինաստանի Նանկին քաղաքի մետրոյի վագոնում ուղևորը պատահաբար շուռ է տվել իր դույլը, որի միջից դուրս են թափվել կենդանի օձաձկներ։ Ուղևորները սկզբում կարծել են, թե օձեր են, սակայն դրանք եղել են բրինձադաշտային օձաձկներ։ Մի քանի ուղևորներ օգնել են բռնել դրանց եւ վերադարձնել տարաները։ Նանկինի մետրոյի կանոններով կենդանի ծովամթերք տեղափոխելն ամբողջությամբ արգելված չէ, եթե այն պատշաճ կերպով փակված տարայում է։ Դեպքից հետո վագոնը մաքրվել է։ Մուլտֆիլմերի դեմ պատերազմ սկսելու որոշումը ցույց է տալիս Կիևի ռեժիմի այլանդակությունը, ասել է Պեսկովը։ Մաշան եւ Արչը նվաճել են ամբողջ աշխարհը, նվաճել են իրենց բարությամբ, մարդկայնությամբ, լավագույն մարդկային որակների քարոզությամբ, ընդգծել է Պեսկովը։ Զելենսկին պատժամիջոցներ էր սահմանել մուլտֆիլմի հեղինակների նկատմամբ, արգելվել է մուլտֆիլմի ցուցադրությունն Ուկրաինայի տարածքում։ Թուրքիան Ինտերպոլից Բենյամին Նեթանյահուի ձերբակալման համար միջազգային օրդեր է խնդրել։ Սա կապված է միջազգային Սումուտ նավատորմի ակտիվիստների դեմ կատարված հանցագործությունների հետ։ Այս մասին հայտնել է Թուրքիայի արտարադատության նախարար Աքին Գյուրքելը։ Իաուտո ընկերությունը, որը Հոնքսի էլեկտրոմոբիլների միակ պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում եւ Վրաստանում, Երևանում բացել է ավտոմոբիլային այս բրենդի տարածաշրջանում խոշորագույն կենտրոնը, ներդնելով շուրջ 5 միլիոն ԱՄՆ դոլար։ Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են պետական կառույցների ներկայացուցիչներ։
Ռուբինյանց 43 դրոբասցիոն բացվեց Honda բրենդի էլեկտրոմոբիլների խոշորագույն կենտրոնը տարածաշրջանում, իսկ ավտոընկերությունը բրենդի միակ պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում եւ Վրաստանում, այն ավելի քան $5 միլիոն ներդրում է կատարել ոլորտի զարգացման համար։ Պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին բազմաթիվ հյուրեր, այդ թվում էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, Honda-ի մայրգործարանի FAW ընկերության Արևելյան Եվրոպայում գլխավոր տնօրեն տեղակալ Լու Ժիգուանը, Չինաստանի դեսպանատան ներկայացուցիչներ։ Ողջունելով հյուրերին, ավտոընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Գևորգ Աղաջանյանը նշեց, որ ընկերությունն իր գործունեությունը սկսել է 2024 թվականից եւ այս կարճ ժամանակահատվածում հասցրել է իր ուրույն տեղը գրավել հայաստանյան շուկայում։ Ըստ նրա, Իավտոն միայն 2025 թվականին Հայաստանը ներմուծել 800 էլեկտրոմոբիլ, ապահովելով պաշտոնական ներկայացուցիչների կողմից ներմուծված էլեկտրոմոբիլների շուրջ 35%-ը։ Honda-ին Հայաստանում ներկայացնելուց կարճ ժամանակ անց Իավտոն կարողացել է դառնալ ոչ միայն էլեկտրոմոբիլների պաշտոնական ներկրման շուկայի առաջատար, այլև ձևավորել մեքենաների վաճառքից մինչև երաշխիքային եւ հետերաշխիքային սպասարկում ընդգրկող ամբողջական ենթակառուցվածք։ Իավտո ընկերության համահիմնադիր Կարեն Շաբոյանը նշեց, որ ընկերության առաջատար դիրքը եւ զարգացումը իրենց համար մեծ ձեռքբերում է, որը միաժամանակ խոսում է նաեւ մեծ պատասխանատվության մասին։ Ըստ նրա, այս էր պատճառը, որ ընկերությունը որոշեց մեծ ներդրում կատարել եւ բացել տարածաշրջանային խոշորագույն սպասարկման կենտրոնը։ Առաջնահերթ այն պատճառով, որ բոլոր Honda-ի մեքենաների վարորդները վստահ լինեն, որ իրենց մեքենաների սպասարկումը իրականացվելու է շատ բարձր մակարդակով եւ մենք իրականացնում ենք այս ամեն ինչը երկարաժամկետ։ Վստահ ենք, որ բոլոր վարորդները եւ մեզանից մեքենա ձեռք բերողները շատ ավելի վստահ կլինեն իրենց ապագայի, իրենց մեքենայի ապագայի հարցում, քանի որ այս սպասարկման կենտրոնը գործելու է տարիներ ի վեր եւ սպասարկելու իրենց մեքենաներ ամենաբարձր որակով։ Ռուբինյանց 40/3 հասցեում գրեթե 3000 քառակուսի մետր ընդհանուր տարածքով նոր համալիրում մեկ հարկի տակ գործում են Honda-ի ֆլագմանային խանութ-ցուցասրահը, տեխնիկական սպասարկման կենտրոնը եւ ավտոմեքենաների ներկրման մասնագիտացված կայանը։ Ընկերության համահիմնադիրներից Գեորգ Գասպարյանը տեղեկացրեց, որ ընկերությունը նաեւ տնօրինում է շուրջ 2500 քառակուսի մետր մակերեսցով պահեստային տարածքի, անհրաժեշտ պահեստամասերի մշտական առկայությունն ապահովելու համար։ Նրա խոսքով կենտրոնն ունի 40 աշխատակից, որոնց կազմը ընդլայնվելու է, ինչը հնարավորություն է տալիս լավագույնը սպասարկելու հաճախորդներին։ Տեսնում եք ժամանակակից նոր սպասարկման կենտրոն, որը կարող է մեքենայի սպասարկման ամբողջ ցիկլը փակել, սկսած թափքի, վերջացած բարդ ինչ-որ էլեկտրական кейսերի հետ կապված, որովհետև ունենք գործարանի մասնագիտացված եւ լուրջ ինժեներական թմի աջակցությունը, որոնք որ բարբերաբար նաեւ գալիս են այստեղ վերապատրաստում են մեր մասնագետներին։ Մենք նաեւ հանդիսանում ենք օֆիցիալ Honda բրենդի ներկայացուցիչ Վրաստանում։ Միջոցառմանը ներկա Honda-ի մայրգործարանի FAW ընկերության Արևելյան Եվրոպայի գլխավոր տնօրենի տեղակալ Լու Ժիգուանը իր խոսքում ողջունեց եւ շնորհավորեց Իավտո ընկերության հիմնադիրներին ոլորտում հաջողություն գրանցելու համար։ Ընդգծեց, որ հաջող գործակցության արդյունքում ընկերությունն իր բիզնես նախագիծը տեղափոխել է տարածաշրջանային հարթակ։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը նույնպես շնորհավորեց հայկական ընկերությանը նման հաջողություն գրանցելու համար եւ ընդգծեց, որ պետությունը կանգնած է մասնավորի կողքին։ Գործադիր տնօրենի ելույթում ասաց, որ այս տարի նպատակ են դրել 1000 ավտոմեքենա ներմուծել Հայաստանի Հանրապետություն։ Ես ուզում եմ իրազեկել, որ այստեղ կառավարության համապատասխան որոշման Հայաստանի Հանրապետության մաքսատուրքի արտոնությամբ եւս 5000 էլեկտրական մեքենա է տրամադրվել։ Այնպես որ ես կարծում եմ, որ ավելի իրատեսական է էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ ավելի իրատեսական է, որպեսզի Honda-ի ավտոյթումը կարողանա իր նպատակին հասնել։ Ընկերության հիմնադիրները ներկաների համար էքսկուրս կազմակերպեցին կենտրոնի տարածքում։ Հյուրերը ծանոթացան կենտրոնի սպասարկման հնարավորություններին։ Տեղեկացնենք, որ Իավտոն սպասարկման կենտրոն ունի նաև Դավիթ Բեկ 138/4 հասցեում։ Թողարկման այս հատվածում Արմինե Մուրադյանի եւ Անի Պետրոսյանի հետ զրուցել ենք Միս Երևան եւ Հայաստանի գեղեցկուհի նախագծերի մասին։
Բարեկո Տիկին Մուրադյան, ողջույն սիրելի Անի։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Ողջույն, շնորհակալ ենք հրավերի համար։ Թեման, որի շուրջ այսօր փորձելու ենք ծավալվել, բավականին հետաքրքիր ու շագրավ, ինչ որտեղ նաև խոսելի է։ Խոսելու են գեղեցկության մասին, խոսելու են գեղեցկության մրցույթների մասին, որը մեզ մոտ կարծես դարձել է մի ինչ-որ անհասկանալի կարծրատիպ, շատերի մոտ անլուրջ է վերաբերմունքը, շատերի մոտ գուցե լուրջ է, շատերն էլ ասում են, որ այդ ամենը այդքան էլ այդպես չէ։ Հիմա փորձելու ենք կոտրել բոլոր կարծրատիպերը ու խոսելու ենք ամենասկզբից։ Տիկին Մուրադյան, Miss Երևան, Հայաստանի գեղեցկուհի եւ բազմաթիվ նախագծեր, որի մեկնարկը տրվեց 2019 թվականից ավելի լուրջ ու ավելի պրոֆեսիոնալ։ Կխնդրեի դուք որպես ամենասկզբի ակունքներում կանգնած մարդ ներկայացնեք ինչպես ծնվեց գաղափարը, ինչպես սկսվեց եւ ուր եք գնում, ուր եք հասել որ կետի, խնդրեմ։ Նախ գաղափարը սկսվեց 19 թվականից հիմնադիր նախագահի Արթուր Վարդապետյանի մտահղացումներ։ Երկար տարիներ լինելով գեղեցկության, օրաձևության ոլորտում, հասկացանք, որ ոլորտը մեծ բաց թողումներ ունի եւ մենք ունենք այդ փորձը եւ հնարավորությունը, որ կարող ենք անցկացնել գեղեցկության մրցույթներ, ցուցադրություններ։ Եվ հենց 19 թվականից առաջին գեղեցկության մրցույթը եղել է Miss Երևան գեղեցկության մրցույթը, որը շատ հաջողել էր նախագիծը եւ ֆանտաստիկ հնարավորություններով աղջիկներ մինչեւ այսօր նրանք ոլորտում են, կայացած մոդելներ են, ինչու՞ չէ գեղեցկության ոլորտների եւ այդ տարվանից սկսած մրցույթը դարձավ ամենամյա մրցույթ։ Իհարկե ընթացքում նաեւ ձեռք բերեցինք Հայաստանի գեղեցկուհի մրցույթի արտոնագիրը Հայաստանում անցկացնելու, իսկ դրանից հետո արդեն մեկնարկեցինք միջազգային մրցույթների փորձը, ձեռք բերելով Miss Աշխարհ, Miss Երկրագունդ, Miss Կոսմո աշխարհի top 3-4 մրցույթների արտոնագրերը Հայաստանում անցկացնելու եւ ավելի ծավալվեց ընկերության գործունեությունը։ Շատ լավ, Տիկին Մուրադյան, տեսեք, բազմաթիվ զարգացած երկրներում, թեկուզ զարգացող երկրներում, բազմաթիվ երկրներում այս մրցույթին շատ ավելի լուրջ են վերաբերվում, շատ ավելի լուրջ են, դիտարկում այս ամենը, ու պետությունը սուբսիդավորում է, պետությունը աջակցում է։ Ձեր դեպքում ինչպես է, դուք միայնակ եք հայթայթում միջոցներ, միայնակ եք հաղթահարում, ինչպես է, կա պետություն գործակցություն ձեր կազմակերպության հետ, թե դեռ ոչ։ Գիտեք, այս 7 տարիների ընթացքում շատ մեծ դժվարությունների միջով ենք անցել, փորձել ենք ոլորտը կարգավորել, այդ կարծրատիպերը կոտրել մարդկանց մոտ, մասնակիցների, ինչու՞ չէ նաև, բայց միևնույն է, մինչև պետության աջակցությունը չլինի, մինչև սա չդառնա մշակութային ծրագիր, ոչինչ մեկ ուժով չի կարող լինել, այո, ամեն ինչ արել ենք, փորձում ենք մինչև օրս փոխել որոշ բաներ, աշխատել, ներդրում անել, բայց միայնակ ընկերությունը չի կարող ու հասել ենք նրան, որ նույնիսկ հաշվի են նստում մեզ հետ միջազգային հզոր նախագծերը, միջոցառումները, մրցույթները եւ ասեմ, որ այս տարի ձեռք ենք բերել շատ հզոր կազմակերպության հետ մեծ պայմանագիր ենք կնքել երկարատև աշխատելու, որը որ կազմակերպում եւ անցկացնում է անգամ միջազգային խոշոր ընկերությունների, մրցույթների, նախագծերի on-line հարթակը քվեարկություններ, այսինքն ամբողջ աշխարհն է այսօհետ հետևելու մեր նախագծերին, այսինքն անցում է կատարել պրոֆեսիոնալ գործիքակազմի, ոչ գործիքակազմը բերել եք ավելի պրոֆեսիոնալ վիճակ։ Եվ դա Հայաստանի համար կարծում եմ շատ լավ հնարավորություն է, որովհետև միջազգային մրցույթներում ներկայանալը Հայաստանի համար նախ եւ առաջ միլիոնավոր, ինչու՞ չէ, ավելի մեծ լսարանից ներկայացնել քո մշակույթը, քո պատմությունը, ասելիք ունենալ, մի մրցույթը բնապահպանական մրցույթ է, մարդասիրական նախագծեր են, բարեգործական նախագծեր են եւ ամբողջ աշխարհին կարող ես քո երկրի խնդիրներից բարձրաձայնել ներկայացնել, իսկ դրա համար պետք է ոչ միայն ընկերության ուժերը, այլ նաեւ աջակցությունը։ Տեսեք, շատ հետաքրքիր մի հարց տվեցի, ես եւ դուք էլ պատասխանեցիք այն ինչ որ հենց պետք էր, ասացիք, որ աղջիկները ոչ միայն ուղղակի արտաքին տեսքով են, այլ նրանք բավականին լուրջ հարթակներում լուրջ հարցերի մասին են բարձրաձայնում։ Մենք բազմաթիվ անգամներ տեսնում ենք էկոլոգիական խնդիրների մասին, պատերազմների մասին, որ վերջ տանք այս անհեթեթ պատերազմներին, գլոբալ տաքացման, ջրի խնդրի եւ այլն։ Այսինքն հարցը հետեւյալն է, այն աղջիկները, որոնց դուք քաստինգով անցկացնում եք, ինչպիսին են, նրանք պետք է ոչ միայն արտաքին չափանիշները լինեն, այլև ինտելեկտուալ կարողություններ եք հաշվի առնում։ Այն ինչպես է ձեզ մոտ ընտրություն տեղի ունենում։ Մի փոքր ավելի մասնավորեցնեմ հարցը։ Այո, հատկապես միջազգային մրցույթների համար վաղուց արդեն արդիական չէ միայն արտաքին տվյալների, որտեղ դա արդեն մոդելային տվյալների մասին է, իսկ գեղեցկության մրցույթը լրիվ այդ չափանիշներ է պահանջում։
լավ անգլերենի իմացություն, լեզուների իմացություն, նախ մասնակիցները պետք է որոշակի փորձ ունենան, գործունեություն ծավալած լինեն, բարեգործական ծրագրերի, բնապահպանական ծրագրերի, որոնք որ պահանջված են նման նախագծերում, որոշակի գործունեություն անպայման ծավալեն եւ ինչու՞ չէ նաեւ նախագծից հետո 1 տարի մեզ հետ աշխատելով եւ ոչ միայն, այսինքն ասելիք ունենա մասնակիցը եւ այո, հենց այդպես էլ ընտրվում են մասնակիցները, որոնք մրցունակ լինեն նաեւ միջազգային հարթակի համար, ոչինչով չզիջեն, լինելով փոքր երկիր, նոր ենք այս ասպարեզում, նոր ենք կարողանում, բայց ասեմ ձեզ, որ բավականին ընկերությունը Հայաստանի հանդեպ վերաբերմունքը միջազգային մրցույթների, այո, բավականին փոխվել են, մեզ հետ հաշվի են նստում, մենք կանոններ ենք թելադրում միջազգային մրցույթներում, երբևէ չենք խեղճանում, բայց փորձում ենք նույն կերպ աղջիկներին տրամադրել, որպեսզի չվախենան, չընկճվեն աղջիկները, հաջողված մասնակիցներ ներգրավել նախագծում, ասեմ, որ արդեն երկրորդ տարին է այնքան ենք հաջողվել, որ նույնիսկ Փյուրքից աղջիկներ ունենք ներգրաված, որոնք բավականին մեծ ճանապարհ տարիներով աշխատել են նման նախագծերին, հաջողության հասնելու եւ այլն, դա կարծում եմ, որ դա է մեր հաջողությունը նաեւ, որ ներգրավել մրցունակ աղջիկներ, որոնք իսկապես երկիրը գեղեցիկ նախագծերում կկարողանան այլ պատվով ներկայացնել։ Շատ լավ, Տիկին Մուրադյան, այժմ ավելի կուլիսային թեմաների շուրջ Անին հետ խոսեմ, Անին Miss Երևան 2023-ի հաղթողն է, տիտղոսակիրն է, մեր շատ սիրելի։ Անի ջան, այն հարցը հենց վերաբերվում է ներքին խոհանոցին, ինչպես են միջոցառումների ժամանակ աղջիկները հուզմունքը գուցե կամ իրանց այդ ամբողջ process-ները ինչպես է անցնում։ Մի փոքր մանրամասներ ներկայացրու կուլիսներից, որովհետև կան աղջիկներ, որոնք այս պահին դիտում են եւ նրանք նույնպես կցանկանան հետագայում մասնակիցը լինել եւ շատերի մոտ էլ կարծիք է տպավորված, այդ ամենը նախապես պայմանավորված է եւ այլն, բացենք փակագծեր, խնդրեմ։ Քանի որ ես ինքս արդեն մի քանի տարի է դասավանդում եմ Miss Երևան ընկերությունում, աշխատում եմ աղջիկների հետ, իմ մասնագիտությունն էլ այստեղ ինձ օգնության է գալիս, բեմում ամեն բան երևում է, արտացոլվում է, նրանք անցնելով այս դասապրոցեսները հղկում են շատ իրենց ունակությունները, կեցվածք, քայլվածք, գիտելիքներ եւ այս ամենը վստահաբար նրանց օգնում է նաեւ մրցույթային իրավիճակից դուրս եւս իրենց մասնագիտություններում նրանք գրանցում են ավելի մեծ հաջողություններ, աղջիկների հետ տարվում է շատ մեծ աշխատանք, դեֆիլե, էթիկայի դպրոց, հաղորդավարական խոսք եւ այլ դասապրոցեսներով, այո, եւ այս ամենը չի կարող ուղղակի ազդեցություն չունենալ նրանց անձի ձևավորման եւ հետագա գործունեության վրա։ Բայց այդուհանդերձ ես կցանկանայի, դա շատ լավ է, որ հա ուղղակի եւ անուղղակի կրթություն են ստանում նաեւ այդ մասով, բայց նաեւ դուք որպես անմիջական մասնակից 23 թվականին դուք եք բեմում քայլել, դուք եք այդ ամբողջ էմոցիաները ձեր վրա կրել։ Այդ մասով ինչպես է անցնում, հա, այդ մի փոքր էմոցիոնալ մասով խոսենք աղջիկների։ Քիչ առաջ դուք եւս խոսեցիք այդ ամենի մասին, հաջող գեղեցկության մրցույթների մասին, սխալ ձևավորում կա։ Սա միայն արտաքին գեղեցկության մասին չէ, այստեղ կարևոր է նաև, որ տվյալ մասնակիցը լինի շատ մրցունակ, հավաքված, պատրաստական, իր գիտելիքներով եւ ներկանալու կարողություններով հանդերձ։ Եկեք խոստովանենք, որ հեշտ չէ ներկանալ միջազգային բեմում բազմահազարանոց հանդիսատեսի առջև, դրան գումարվում է նաև ուղիղ միացում աշխարհի տարբեր երկրների համար, իհարկե, եւ այս ամենի համար, այո, նրանք պետք է անցնեն այդ դասապրոցեսները։ Իհարկե, լինում են աղջիկների մեջ շատ հարցեր, որոնք այդ ընթացքում նրանց ուղեկցում են, միգուցե այս ամենը արդար է, թե ոչ, այդ կարծրատիպերի մեջ դա էլ է մտնում, բայց գալով Miss Երևան ընկերություն, մասնակցելով մեր շատ տարբեր նախագծերից մեկում, ընթացքում միանշանակ հասկանում են, որ այս ամենը կրում է շատ լուրջ բնույթ, նրանք ծավալում են նաև հետազոտում են այլ ոլորտներ, իրենց ասելիքը ձևավորում են այդ ամենի շուրջ, եւ այդքանով կարելի է ասել նրանք բացահայտում են նրանց համար, թե ինչ է ներկայացնում այս ամենը, իհարկե երկար տարիներ է պետք, որ լիարժեք հասկանան,
թե ինչի մասին է խոսքը, գիտեք, միջազգային մրցույթներում նաև մասնակիցները եւ այն հաղթող մասնակիցները, ովքեր գրանցում են շատ լուրջ հաջողություններ, մանկուց դեռ այդ ոլորտում են լինում եւ մի քանի ամսում պատրաստել աղջիկներին մի փոքր ավելի բարդ է։ Իհարկե, հեշտ գործ չէ։ Տարիներ է հարկավոր, որպեսզի նրանք ընտելանան ոլորտին եւ լիարժեք տիրապետեն ամեն մանրուքին։ Շատ լավ, Անի ջան, եւ ես ամեն դեպքում փորձում եմ կուլիսային թեմաներ, դուք մի փոքր իհարկե շրջանցում եք, բայց այդուհանդերձ հնարավոր է այդ միջավայրում ընկերուհիներ ձեռք բերել, հա, թե բոլորը մրցակիցներ են։ Տեսեք, յուրաքանչյուր մարդու գործունեության մեջ մրցակցությունն ամենուր է եւ կարծում եմ առողջ մրցակցությունը չի խանգարի այդ ամենին։ Ես ինքս պարուհի եմ, անցել եմ այդ մրցակցությունների միջով եւ ունեմ ընկերուհիներ, այստեղ եւս այդ ամենը ձևավորել եմ եւ մրցակցությամբ եւ ընկերություն ձևավորելով։ Ես միշտ ասում եմ, որ այստեղ հարթակ է։ Առողջ մրցակցությունը եւ նույնիսկ հնարավոր է հրաշալի ընկերներ ձեռք բերել ամբողջ կյանքի համար։ Շատ լավ, Անի ջան, շատ հետաքրքիր է։ Տիկին Մուրադյան, նաեւ կցանկանայի խոսեինք շատ կարեւոր մի ուղղության կրծել Miss Երևան, հա, այդ նախագծի մասին 3-ից 17 տարեկան փոքրիկների մասով է։ Արդյոք դժվար չէ փոքրիկներին, որոնք պետք է պարտեզ գնան, պետք է քոլեջ հաճախեն եւ այլն, գալիս են այդտեղ ու զրոյից են սկսում, այսպես ասած, դա էլ է կրթության մի տեսակ։ Այս մասով ինչ կմեկնաբանեք։ Մեր մանկապատանեկան նախագծերը, որոնք տարբեր տարիքային խմբի երեխաների եւ աղջիկների եւ տղաների համար են նախատեսված, միտքը հղացավ այն ժամանակ, երբ որ արդեն միջազգային մրցույթների եւ տեղական գեղեցկության մրցույթների համար, եթե ուզում ես հաջողված կադրեր ունենալ եւ պատրաստել նման մեծ հարթակների համար, պետք է դպրոց, որը վաղ տարիքից պետք է կրթել, դաստիարակել այդ երեխաներին ոլորտին ծանոթացնել, տեղեկացնել, այդ օրվանից է մտահղացում եւ արդեն բավականին երկար տարիներ են նաեւ մանկապատանեկան նախագծերն են, ամենահետաքրքիր եւ ամենահաճելի աշխատանքը հենց մանկապատանեկան նախագծերին է։ Ու նաեւ բարդ, ես կասեի։ Բարդ է, երեխաների հետ երբեք բարդ չէ։ Իհարկե հիմա ֆորմատը փոխվել է նախագծի, բոլոր երեխաները ստանում են տիտղոսներ, թագեր, որևէ մեկը առանց տիտղոսի, այո, ինքը փառատոնային բնույթ ունի, շատ հետաքրքիր է, ընթացիկ տաղանդի փուլեր ենք անցկացնում, բացահայտում ենք նոր դեմքեր, տաղանդներ, շատ հետաքրքիր ֆորմատով է անցկացվում, հենց այս պահին կրծեր Հայաստանի գեղեցկուհի նախագծի ընդունելությունն է եւ 3-4 ամիսների ընթացքում երեխաները պրոֆեսիոնալ կրթություն են ստանում, գեղեցիկ քայլվածք, պարային դասընթացներ, ճկունություն, գեղեցիկ խոսել, նախ տարական հիգիենայից, էթիկայից սկսած դասընթացներ են անցկացվում, որպեսզի երեխաները վաղ տարիքից անկախ ամեն ինչից նրանք կմասնակցեն հետագայում գեղեցկության մրցույթների թե ոչ, բայց դա մնայուն արժեք է իրենց համար, դա կիրառում են իրենց դպրոցում, հետագայում ուսանող, այո, մենք ունենք արդեն աղջիկներ, որոնք որ արդեն վաղ տարիքից մասնակցել են, երկար տարիներ է անցել ու արդեն ավագ սերնդի մրցույթի են մասնակցում, դա մեր ամենամեծ ձեռքբերումներից է, որ արդեն մեր կրծեր մասնակիցները հիմա բարդ նախագծերի կարող են լիարժեք պատրաստված մասնակցել։ Շատ լավ, Տիկին Մուրադյան, ինձ հուշում են, որ մեր եթերային ժամանակը մոտենում է, ես կցանկանայի, որ փորձենք ամփոփել այդ ձեր ամենակարևոր մեսիջը, թեկուզ այն մարդկանց, որոնք պատրաստ են աջակցել, թեկուզ պետության բարձրաստիճան պաշտոնյաներին, հա, որն է, որ գան մասնակցեն, գան աջակցեն, գան ավելի հանրայնացնեն եւ ավելի առողջ պրիզմայով դիտարկեն, որ սա իսկապես մշակութային հետագա գիծ կարող է լինել, ինչու ոչ, եւ զբոսաշրջության մասով, եւ տնտեսական մասով, եւ այլն, ձեր մեսիջը։ Մեսիջը ուղղակի պետք է համագործակցել։ Ցանկացած ոլորտում, եթե ուզում ես հաջողել, հաջողված լինել, հատկապես միջազգային հարթակներում համատեղ աշխատանքներով միայն կարող ես, միայնակ չես կարող, ինչքան էլ ընկերությունը, օրինակ այս տարի մեր ֆորմատը փոխվել է եւ Fashion Point ընկերության հետ ենք համատեղ իրականացնում ծրագրերը, փորձելու ենք ամեն ինչ անել միջազգային հարթակում հաջողել համար, իհարկե բանակցում ենք նաև պետության հետ, փորձում ենք ճիշտ ներկայացնել, որտեղ նաև պետությունը պետք է տեղեկացված լինի, ինչ է սպասվում, ինչ անելիքներ ունի ծրագիրը, բավականին մեծ ծրագրեր են առջևում, կբարձրաձայնենք նաև, բայց համենայն դեպս ոլորտը կարգավորելու մեծ խնդիր կա,
եւ ճիշտ է, առողջ մրցակցությունը լավ բան է ոլորտում, բայց նաեւ պետությունը պետք է կարգավորի ոլորտը, որպեսզի ամեն ոք չկարողանա նմանատիպ նախագծեր անել, որտեղ դա վարկաբեկում է ոլորտը եւ ամբողջ աշխարհն է դրան հետևում, իսկ սովորական մարդկանց իրենք պարտավոր չեն իմանալ, որ նախագիծն է ճիշտ անցկացնում, որը ոչ, հանրությանը թյուրիմացության մեջ գցելու, այո, դրա համար պարտադիր է պետության աջակցությունը, գոնե կարգավորել ոլորտը, որպեսզի եթե ուզում ենք առաջընթաց ունենալ միջազգային հարթակներում, հատկապես եւս, այո, որտեղ այնտեղ պետության անունը հնչում, դրոշ է բարձրացվում, այո, դա շատ պատասխանատու աշխատանք է, իսկ դա միայն անձով շատ դժվար է անել։ Շատ լավ, եւ Անի ջան, ձեզ նույնպես վերջին հարցի հնարավորություն, ինչ մեսեջ կհղեք այն աղջիկներին, որոնք պատրաստվում են, որոնք երազում են, ուզում են գալ մասնակցել, վաղը իրենք երկիրը ներկայացնեն։ Խնդրեմ, դուք որպես անմիջական ներսի մասնակից, նաեւ հաղթող։ Սիրով սպասում ենք բոլորին, ես լինելով այնտեղ դասավանդելով աղջիկներին, տեսնելով այդ տրանսֆորմացիաները, որ իրենք են ապրում այդ ընթացքում, եւ կցանկանամ նշել նաեւ մեր վերջին մրցույթի ընթացքում մենք համախմբել էինք աշխարհում տարբեր հայուհիների մեկտեղ, սա եւս մրցույթից զատ հրաշալի շատ երևույթ էր, ունեինք շատ տարբեր երկրներից աղջիկներ, որոնք միավորվեցին եւ պահում են իրենց կապը, անում են իշա Հայաստանի շատ գործունեություն են ծավալում։ Աղջիկներին հրավիրում եք գան եւ մասնակցեն, համարձակ, առանց կաշկանդվելու։ Մի փիլիսոփայություն եմ ինձ համար ձեռք բերել այս ընթացքում, այն աղջիկը, որը սովորում է վստահ քայլել բեմում, նա սկսում է քայլել այդ վստահությամբ կյանքում, բառիս ուղիղ եւ փոխաբերական իմաստով։ Շատ շնորհակալ եմ հանգամանալից ներկայացնելու եւ հյուրընկալվելու համար։ Շնորհակալություն։ Այսքան այժմի համար կհանդիպենք։